Բարի լույս բոլորին սիրելիներս, այսօր առավոտ արթնացել ենք ու արդեն քուրիկենցս տանը եռուզեռ խառնաշփոթ ամբողջ տունը ձևավորում ենք, քանի որ նախորդ վլոգում ասացի, որ Էլենայիս ծննդյան օրն է, Էլենաս դառնում է 10 տարեկան։ Այստեղ էլ արդեն կլոր սեղանն ենք բերել, որի վրա պետքա տորթը դրվի եւ նվերները հանձնենք այստեղ, իսկ ահա այս մեծ սեղանում արդեն կլինեն ուտեստները։ Դե ինչ սիրելիներս, Էլենան դեռ քնած է, մենք առավոտյան արթնացել ենք, ձևավորել ենք, Էլենային պետքա գնանք քնից արթնացնենք ու շնորհավորենք։ Հիմա այստեղ ես ընդմիջեմ, գնանք Էլենային արթնացնենք, այնուհետև նորից կմիանամ ձեզ։ Էլենա ինքը նոր քնից արթնացել է, այս տեսքն ունի, բարև, շնորհավոր իմ աղջիկ, մենք արդեն շնորհավորել ենք իրան, առավոտ շուտ, շնորհավորել ենք, հիմա սենց վերկացել ենք, հլը խառը նախապատրաստական ընթացքի մեջ ենք։ Այնտեղ քուրիկս սեղաններն ա զարդարում, ես այստեղ սուրճ եմ պատրաստել, եկել եմ դուրս Էլենիս հետ, զրուցում ենք, թե ոնց պետք է անցկացնենք իր ծնունդը եւ հա Էլենն իմացա ասում իմ ծնունդը։ Սիրուն պետքա սիրուն հագնվի իմ աղջիկը, փոփոխվի, մի հատ թղիք ենք անում ու ինքը մի անգամից սիրուն անում, ասես մազերով, ինքը սենց էլ է սիրուն, բայց բան տոնական է հագնվելու, չէ՞։ Ինձ էր կոնֆետ է բերել, նա ինչ կոնֆետ է։ Էլենա սիրուն անում է իր ծնունդի համար։ Okay, լավ։ Լավ, այն մի աշտեմ մենակ անը։ Մի աշկը դես մնայր, մեկը դես։ Յա, դես անես մանչակարանը։ Սիրուն է Էլեն տորթը։ Դուր եկավ տորթը Էլեն։ Սիրուն է տորթը։ Սիրուն է, չէ՞, փուչիկներով։ Բա մոմդ ինչքան սիրուն է իմ աղջիկ։ Շատ սիրուն տորթ է։ Քո նման նուրբ տորթ է։ Մինչ սեղանը նստելը որոշեցինք Էլենան բացի իր նվերները, քանի որ ինքը շատ անհամբեր է, որոշեցինք ավելի լավ սկզբում բացի նվերները, ուրախանա, վայելի, իսկ մենք էլ գնանք շարունակենք ուրախ ծնունդը։ Էլենայիս նվերների մեծ մասը համարյա թե կապված էր գիթառի հետ, որի արդեն ինքը շատ ուրախ էր, սպասում էր այս նվերներին։ Նվերների շարքում նաև Դավիթը ուներ նվեր, քանի որ ինքը փոքր է, որպեսզի իր մոտ խանդ չառաջանա, ինքն էլ նվեր ստացավ։ Բացի Դավիթից նաև նվերներ ստացան քրոջս ամուսինն ու Հայկոն, քանի որ ապրիլին Հայկոյի եւ քրոջս ամուսնու ծննդյան օրերն են, մենք էլ այդ օրերին միասին չէինք լինելու, որոշեցինք այդ օրը հանձնել մեր կողմից նվերները, դրա համար իրենք էլ այդ օրը նվեր ստացան։ Ես հենց մտածել էի, որ ֆուտբոլի բան էր, լույսով, բանով։ Այստեղ նվերները դեռ չեն ավարտվում, Էլենան ունի գլխավոր նվեր, որի մասին ինքը տեղյակ չի, Դավիթը նույնպես,
Այստեղ Դավիթը ոգևորված եկել է արագ-արագ օգնում է, որպեսզի բացեն նվերը։ Նվերը տեսնելուց հետո Դավիթը երկար ժամանակ խռոված է մնում, քանի որ ինքն էլ էր ուզում այս նվերից ունենալ։ Դե ինչևէ, իրեն համոզեցինք, որ այսօր Էլենայի ծնունդն է, Էլենան պետք է նվեր ստանա, ու քանի որ Էլենան իրենից մեծ է, պետք էր իրեն այս նվերը։ Իրականում Էլենան այս տարի ընդունվել է գիմնազիում, իսկ գիմնազիումում շատ հարկավոր է iPad, դրա համար նախապես գնել են iPad-ը ծննդյան օրը։ Այստեղ գիմնազիումներում iPad-ներով են սովորում ու շատ պարտադիր է, երբ որ երեխաները իրենց անհատական iPad-ն են ունենում։ Այդպես սիրելիներս, հիմա գնանք, նստենք արդեն սեղանի շուրջ ու շնորհավորենք Էլենայի ծնունդը։ Սեղանի մոտ չի։ Մեկա, ֆենթա լցրել։ Հա, եկա։ Papa, if you have missed the dance. Բեր արի մի հատ եմ օքուշի հետ Էլեն։ Տապ ագանչիկ է։ Ինչ ավես։ Սիրելիներս, Էլենայի ծնունդը դեռ շարունակվում է, այստեղ հաջորդ օրն է, նորից գնում ենք Հոլանդ, այնտեղ կա մի շատ լավ գեղեցիկ լողավազան, գնում ենք այնտեղ շարունակենք Էլենայի ծնունդը։ Ահա մենք արդեն լողավազանի մոտ ենք, հիմա մտնում ենք ներսում արդեն մի փոքր կնկարեմ, քանի որ այդքան էլ գեղեցիկ չի, մարդիկ լողազգեստներով են, ես մանրամասը նկարեմ այդ ամենը, կնկարեմ այն հատվածը, որտեղ որ մարդիկ չկան, մի փոքր ներկայացնելու համար։ Իդեպ նշեմ, բավականին թանկ էր այստեղ մուտքը, համեմատած մյուս սովորական լողավազանների, բայց նաև կար իր մեջ անվճար սուրճ, թեյ, հյութեր, մրգեր եւ պաղպաղակ, այդ ամենը մտնում էր իր նախապես վճարման գնի մեջ։ Դե ինչ սիրելիներս, ժամանակն է գնանք լողավազան։ Հիմա լողավազանում մի հատ սուրճ ենք խմում։ Ես մեծ նկարեմ, շատ հավես լողավազանը։ Լողավազան ինչքան սիրուն է, շատ սիրուն տեղ է ստեղ, չէ այնտեղ շատ մարդիկ կան, ստեղ չի կարելի նկարել էլի, դրա համար ես չեմ նկարում այդքան, բայց այնքան սիրուն է ստեղ, չեք պատկերացնի, որ ափսոս որ չեն թույլ տալիս նկարեն, սենց հավես տեղեր կա։ Այստեղով հավես ջրեր է, ալիքներ է գնում, մարդիկ անցնում են, այսպես կլոր են տալիս, վերջը սաունա կա այստեղ, ամեն բան կա, հավես է, լավն է։ Դավիթին եմ նկարում։ Ապրես։ Ստեղից այնքան սիրուն է երևում ամեն ինչ, սենց մի հատ նկարեմ։ Շատ սիրուն է, ստեղով նոր ես ու Էլենը գնացինք, այնց հավես էր, նայ միացրել են Էլեն էլի։ Also, siz günümü hekayete türlüyüm. Հա, լավ չեն անում, չի կարելի, իհարկե չի կարելի։ Գնացեք, արի դավ, իրեն։
Սիրելիներս, մենք արդեն տանն ենք ու ես պատրաստություն եմ տեսել, որտեվ հենց հաջորդ օրը իմ գոլեգաներից մեկին եմ հրավիրել մեր տուն, հյուր պետքա գա, այստեղ զատիկի ձևավորումը դեռ չեմ հավաքել, հյուրս կգնա, այնուհետև կհավաքեմ, այնտեղ դեսերտի սեղաններ, այստեղ էլ գեղեցիկ սեղան եմ պատրաստում, որպեսզի միասին մի փոքր ընթրենք, դրանից հետո կգնանք սուրճ խմելու։ Այստեղ ցույց եմ տալիս, թե ես ինչեր եմ պատրաստում, քանի որ երբ որ ընկերուհիս գա, չեմ կարողանա էլ նկարել, մենք հանգիստ պետք է նստենք ու զրուցենք։ Պիցա եմ դրել ջեռոցում, նաև պատրաստել եմ ցեզար աղցան, մառոլը արդեն կտրատել եմ, հավի միսը այսպես տապակում եմ համեմունքներով եւ պատրաստելու եմ մեքսիկական ուտեստը, որը իմ էջում կա, շատ համով է։ Ինքն էլ երբ որ եկավ փորձեց, ասեց, որ շատ համով է։ Դա ուտում են հազարի տերևներով, լոշերով եւ ցացիկի սոուսով։ Այդպես սիրելիներս, արդեն սեղանս պատրաստ է, շատ քիչ բան է մնացել, միայն ցեզար աղցանը հավաքեմ իրար վրա եւ վերջ։ Եկեք այստեղ վլոգս ավարտեմ, քանի որ հյուրս արդեն հասնում է, զանգեց, ասեց արդեն տան մոտ եմ։ Այդպես սիրելիներս, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։